Ներքին գործերի նախարար Արփին Սարգսյանը փետրվարի 12-ին փրկարար ծառայությունում անցկացրել է աշխատանքային խորհրդատվություն, որի ընթացքում ամփոփվել են ծառայության 2025 թվականի գործունեության արդյունքները։ Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում ծառայության կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումների կատարված աշխատանքը եւ նշել, որ հանրապետությունում գրանցվել է 18586 արտակարգ դեպք եւ պատահար։ Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից փրկվել է 202 մարդու կյանք։ Արամ Ղազարյանի խոսքով արտակարգ դեպքերի թվի աճին զուգահեռ նախորդ տարվա համեմատ զոհերի եւ տուժածների թիվը նվազել է 59-ով, գրանցվել է հրդեհների 9855 դեպք, 2024 թվականի համեմատ 87-ով նվազել են փլուզման ու քարաթափման դեպքերը։ Անդրադառնալով փրկարարական ծառայողների մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների զարգացման գործընթացին, նա նշել է, որ անցկացվել է 282 հատուկ տակտիկական ուսումնավարժություն, վերապատրաստվել է 923 փրկարարական ծառայող, 494 փրկարարի շնորհվել է որակավորման կարգ։ Արամ Ղազարյանի խոսքով քաղաքացիական պաշտպանության համակարգի նախապատրաստման, ծրագրերի մշակման եւ իրականացման ուղղություններով ակտիվ քայլեր են ձեռնարկվել հոգեբանական աջակցության եւ բժշկական ապահովման վարչությունում գրանցվել է 4103 զանգ։ Արփին Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հանձնակազմին կատարած աշխատանքի համար եւ ընդգծել, որ կարեւոր է պահպանել արձանագրված դրական ցուցանիշները եւ յուրաքանչյուր տարի սահմանել նոր նշաձող ծառայության արդյունավետությունն առավել բարձր մակարդակի հասցնելու համար։ Արփին Սարգսյանը նշել է, որ այս տարի պետք է կենտրոնանալ փրկարար ծառայության վերափոխման հայեցակարգային մոտեցումների փուլային իրագործման վրա, գրանցելով որակական փոփոխություններ։ Նախարար Սարգսյանի խոսքով հրդեհների կանխարգելման արդյունավետության բարձրացման ուղղությամբ պրոֆեսիոնալ արձագանքից բացի անհրաժեշտ է առաջացման պատճառների խորքային վերլուծություն, ինչը թույլ կտա ընթացիկ տարվա համար մշակել առավել թիրախային քաղաքականություն, ուղղված ինչպես մարդկային, այնպես էլ այլ գործոններով պայմանավորված հրդեհների կանխմանը։ Նախարարը հանձնարարել է կանխարգելման նոր մեթոդների կիրառման ուղղությամբ ներկայացնել առաջարկություններ։ Արփին Սարգսյանը կարևորել է հրշեջ կամավորական ջոկատներում երիտասարդների ներգրավումն ու այդ ուղղությամբ սոցիալական եւ այլ երաշխիքների ներդրման անհրաժեշտությունը։ Ներքին գործերի նախարարը ընդգծել է բարձր ռիսկայնություն ունեցող օբյեկտների անվտանգության ապահովման շրջանակում պատասխանատու մարմինների հետ աշխատանքը, շեշտելով առավել համակարգված վերահսկողության անհրաժեշտությունը։ Արփին Սարգսյանը կարևորել է նաև առկա քրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության մակարդակի գնահատումը, հանձնարարելով ներկայացնել առաջարկներ հանրապետական նշանակություն ունեցող կամուրջների սեյսմիկ անվտանգության վերաբերյալ։ Նախարար Սարգսյանի խոսքով հատկապես փրկարար ծառայությունում վերապատրաստումները պետք է լինեն շարունակական։ Ընդգծվել է ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնի գործիքակազմի շնորհիվ փաստական տվյալների վրա հիմնված իրավիճակային վերլուծության կարևորությունը, ինչը թույլ կտա մոդելավորել սցենարների վրա հիմնված վարժանքներ, նպաստելով ծառայողների գործնական հմտությունների կատարելագործմանը։ Աղետների ռիսկի կառավարման համատեքստում վաղ ազդարարման համակարգերի արդյունավետ գործարկման նպատակով նախարար Սարգսյանը հանձնարարել է շարունակել համայնքների հետ բացատրական աշխատանքներն ու բնակչության շրջանում շչակների ազդանշանների եւ վարքականոնների վերաբերյալ իրազեկումները։ Արամ Ղազարյանը շնորհակալություն հայտնելով ներքին գործերի նախարար Արփին Սարգսյանին վստահեցրել է, որ փրկարար ծառայությունը շարունակելու է բարձր պատասխանատվությամբ իրականացնել իր առջև դրված խնդիրները։ Բռնությունը կարմիր գիծ է։ Այդ սկզբունքով է առաջնորդվում ներքին գործերի նախարարության ոստիկանությունը, բռնության ենթարկված անձանց պաշտպանությունը առավել արդյունավետ իրականացնելու գործում ներդնելով առավելագույն ջանք։ Ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերին առավել արագ արձագանքելու նպատակով ՄԱԿ բնակչության հիմնադրամի եւ ներքին գործերի նախարարության համագործակցության շրջանակում 2025 թվականի հունիսից ոստիկանությունում գործարկվել է Սեյֆիու առցանց անվտանգ բջջային հավելվածը, որն առաջինն է տարածաշրջանում։ Առաջին երկիրը, որտեղ ըստ էության մենք սկսեցինք Հայաստանը եղավ։ Այս պահին մենք շուրջ 7 երկրներում գործունեություն ենք ծավալում, այս տարի եւս 3 երկիր կավելանա։ Մենք սկսեցինք մեր բանակցությունները ոստիկանության, արդեն ներքին գործերի նախարարության հետ։ Բջջային հավելվածը հնարավորություն է տալիս բռնությունից տուժած անձանց կանչ կոճակի միջոցով արագ ահազանգել ոստիկանություն եւ ստանալ համապատասխան աջակցություն։ Հավելվածի տարածվածության դրական տենդենց ունենք, քանի որ 2025-ի հունիս ամսից մինչև դեկտեմբեր ամիսը մենք ստացել ենք համակարգի միջոցով 20 ահազանգ, իսկ դեկտեմբեր ամսից մինչ առ այսօր ունենք արդեն 24 ահազանգ, այսինքն նախորդող 2 ամսվա ընթացքում ավելի շատ ահազանգ ենք ստացել, քան համակարգի գործարկումից հետո առաջիկա 6 ամսվա ընթացքում։ Սեյֆիու բջջային հավելվածի միջոցով կատարված ահազանգն ինքնաշխատ արտացոլվում է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ավտոմատացված տեղեկատվական համակարգում, ինչից հետո այն փոխանցվում է ոստիկանության տարածքային ստորաբաժանմանը։
համակարգի տարածումը ոչ միայն ահազանգման գործիք է բռնության ենթարկված անձանց համար, այլ նաև ոստիկանության համար բավականին մեծ թվային վերլուծական գործիք է։ Պայքարն առավել թիրախային իրականացնելու, խնդիրները ճիշտ գույքագրելու եւ դրանք հասցեավորելու տեսանկյունից։ ՄԱԿ բնակչության հիմնադրամի գենդերային ծրագրերի համակարգող Թագուհի Հարությունյանը նշում է, որ ներքին գործերի նախարարության հետ երկար տարիների համագործակցություն ունեն, իսկ Սեյֆյուն դրանցից մեկն է։ Ոստիկանությունը նաև այս հավելվածի ինտեգրման միջոցով հնարավորություն է ունենալու մի շարք տվյալների հասանելիություն ունենալ, ընդհանուր մինչև անձի գեոլոկացիա, որը հնարավորություն կտա ժամանակին եւ պատշաճ աջակցություն տրամադրել։ Բացի դա, հավելվածի ինտեգրումը ոստիկանության օպերատիվ կառավարման համակարգում հնարավորություն կտա նաև պետության կողմից վարվող վիճակագրական պատկերն առավել հստակ իրականացնել։ Հավելվածն անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից անվտանգ է եւ արտահոսքի ռիսկեր չունի։ Բջջային հավելվածն ապահովված է նաեւ անվտանգության գործիքով, որը բռնության ենթարկվածին հնարավորություն է տալիս հեռախոսում թաքցնելու հավելվածը։ Ինչ վերաբերում է անձնական տվյալների պաշտպանությանը, քանի որ Սեյֆյուն նաև գործում է Եվրոմիությունում, 3 Եվրոմիության երկրներում, նաև ԱՄՆ-ում, բնականաբար այն բոլոր միջազգային խիստ ստանդարտները, որոնք գոյություն ունեն տվյալների պաշտպանության վերաբերյալ եւ նաև կիբերանվտանգության, դրանք բոլորը պաշտպանվում են։ Նշված հաղորդումներով ոստիկանության կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, դեպքը արձանագրելու, համապատասխան որոշումներ կայացնելու, բռնության ենթարկված անձանց պաշտպանությունը կազմակերպելու համար։ Սեյֆյուն ՄԱԿ գլխավոր քարտուղարի կողմից ճանաչվել է թվային հանրային բարիք, ինչը արտաքին նկատմամբ բարձր վստահության մասին է։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը օգտագործելով թվային այս հարթակը շարունակելու է բռնության դեմ հետևողական պայքարը, ձևավորելով առավել անվտանգ միջավայր։ Նախորդ տարվա դեկտեմբերի 23-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մայրաքաղաքի Արամ Խաչատրյան փողոցի մի բնակիչ եւ հայտնել, որ գիշերը գողացել են իր ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները։ Հաղորդումը փոխանցվել էր համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ դեպքի վայր էր մեկնել օպերատիվ խումբ։ Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական բարույթ, կատարվել էին անհրաժեշտ գործողություններ, իսկ համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքն արդյունք տվեց միայն փետրվարի 10-ին։ Համայնքային ոստիկաններն այդ օրը ստացան տեղեկություն, որ հայելիների գողությունը կատարել է Վաղարշյան փողոցի բնակիչ 31-ամյա մի տղամարդ։ Նույն օրը ժամը 17-ին Արամ Խաչատրյան փողոցում նա ձերբակալվեց ու տեղափոխվեց Արաբկիրի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին ավտոմեքենայի կողային հայելու զույգ ապակիներ, բջջային 3 հեռախոս եւ գաղտնի փականով դանակ։ Քրեական վարույթի շրջանակում խուզարկություն կատարվեց նաեւ Աղարշյան փողոցի նրա բնակարանում։ Հայտնաբերվեցին Lexus, Tesla, Renault, Nissan Rouge, Jeep Cherokee, Toyota Camry, Mercedes, Volt, Hyundai Elantra, Mazda, Ford Fusion, Toyota, Kia Forte, Chevrolet Malibu ավտոմեքենաների կողային հայելիների 21 զույգ ապակիներ։ Ձեռնարկում են միջոցներ մեքենաների տուժած տերերին հայտնաբերելու ուղղությամբ։ 31-ամյա տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։ Փետրվարի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4342 խախտում, պահպանվող հատուկ տարած տեղափոխելով 176 ավտոմեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ սթափ 181 վարորդ, առանձնահաղորդական իրավունքի վկայականի 195, հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված 99, չամրակապված վարելու 413, առանց մանկական նստատեղի քարսիթի 20, վարելու ընթացքում ծխելու 376, վարելիս հեռախոսից օգտվելու 233, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 335 եւ 1461 այլ իրավախախտում։ 139 մեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 186-ը տեխնիկական զննություն չանցած, 67-ը լուսարձակների անսարքությամբ, 77-ը տաղանդապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 87-ը առանց ձմեռային անվադողերի։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության բաժիներ են տարվել 76 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13354 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 280 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 245 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 394, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 16 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված 245, չամրակապված վարելու 3242, առանց մանկական նստատեղի քարսիթի 145,
վարելու ընթացքում ծխելու 417, վարելիս հեռախոսից օգտվելու 482, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 84, արագության գերազանցման 1707 և 4091 այլ իրավախախտում։ 366 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 865-ը տեխնիկական զննություն չանցած, 738-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 23 բեռնատար, 209 թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 381-ը առանց զմերային ամադողերի, 10 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ են տարվել 53 անձ։